կամաց, արի։ Արի գնանք հաճի կուտեք, հետո գազ խաղաս, արի։ Անգամ ինչ եմ նկարել, կարծեմ որ գնացել ենք Իսամոլ դայեր, հիմա խոհանոցում եմ, հաց եմ պատրաստում ընթրիքի համար, նոր մեր լեզվով ասած թազա կարտոֆիլներ ջեռոցում եւ սամբուկ լոլիկով հիմա ցույց կտամ։ Սամբուկով եւ լոլիկով այս ուտեստը շատ եմ պատրաստել, ինձ թվում է մալիկից պետք է որ արդեն իմանաք, հիմա ցույց կտամ։ Տեսեք, սամբուկները մի փոքր տապակել եմ, նաեւ ավելացրել եմ լոլիկները, լոլիկները մեծ եմ դիտմամ կտրատել, որովհետեւ այդպես ավելի համեղ է ստացվում։ Հիմա նաեւ ցույց կտամ կարտոֆիլներ։ Այստեղ էլ կարտոֆիլներն են, մի քանիսը կտրատել եմ, որովհետեւ շատ մեծ էին։ Սա էլ վերջնական տեսքը։ Լարան սամբուկ չի ուտում, միակ բանն է, որ չի սիրում։ Ուրեմն մի երկու օր արդեն անցել է։ Ես ուրեմն մի երկու օր արդեն անցել է, ինչ որ պատրաստում ենք սամբուկով ուտեստը։ Ես սադ եմ եկել։ Դե արդեն գիտեք, սադի միջով գնում ենք եկեղեցի։ Եթե գալիս եմ սադ, պարտադիր գնում եկեղեցի։ Բոլորիս կողմից շատ սիրված մանավանդ արմավիրցիների այնտեղից գնալու եմ բանկ, այնտեղից հետո էլ տեսնեմ մի քանի գործեր ունեմ, գործերս ավարտեմ եւ տատիկին տատիկի տուն է եկել, երեխային թողեցի տատիկի տուն, այդպես ու եկա իմ գործերով։ Եկա տուն մի քանի բան եմ վերցրել։ Այսօր պոնչիկանոցից մի քանի կտոր պիցա գնեցի, 3 կտոր, ձեր չտամ էլի բոլորին, պերաշկի, մեր լեզվով ասած պոնչիկ եւ այս լիմոնադները, Լարայի համար էլ հյութի։ Տատիկ, ուր է տատիկը։ Եղանակից ինչ անում երեխեք։ Մեկ անձրևա, մեկ արևա, մեկ տաքա, մեկ ցուրտա, սպատուաների վրա բաներն ակած։ Լարանը նոր բան ասում, այլ ասում է յակ, ինչ որ բան ա ուտում, չէ բան չէ, ինչ որ հոտ առնում վատ, յակ։ Տատիկը սուրճ ա եփել։ Արի գնացինք, Լարա։ Արի սուրճի։ Help me, ասում ինձ օգնիր։ Help me։ Հայ, այստեղ չեմ գնում։ Help me։ Բաշակով գնում եմ, help me, ենքան նոր բարեր ա սովորում, անգլերեն, հայերեն, արդեն փորձում եմ նախադասություններ կազմի, այդպես։ Տատիկի սուրճն խմեմ եմ դրած, տատիկի սուրճը ուրիշ ա։ Շատ թունդ է, բայց համա։ Ուր է այդո։ Տաքսի էր։ Տիկ։ Հայ։ Հայ ես ասում։ Բայ։ Հան է Լարա ջան։ Փողոցների վիճակ։
Ասում եք Ռուբինա ջան, ձեր Բելիզի փողոցներ ինչ վատն է, մեր Հայաստանում այդպիսի փողոցներ չկան։ Խնդրեմ։ Արի Լարա։ Արի։ Ատոն, հա։ Ավտո։ Մենք տուն ենք հասել։ Վիճակը սխալ։ Շատ փոքրիկ գնումներ եմ կատարել, ինչ որ վերջացել էր, հա, տանը չկար։ Գուբկաներ։ Այս դրանից չգիտեմ, սրանք կարծեմ սրանք լավը չեն։ Եղեք մի հատ դուք գրեք, ինչ տնային տնտեսուհիներ մի հատ գրեք։ Այսօր գնացել եմ մանկապարտեզ, մի քանի օրից կիմենակ, որ մանկապարտեզի մասին է խոսքս գնում, այդտեղ հանդիպեցի իմ հետևորդուհուն, այնքան հաճելի է, որ այդքան լավ, կիրթ, բարի կանայք են հետևում եւ իմ հետևորդ ես գիտեմ որ ինձ բոլոր տեղերից հետևում եք, բայց հիմնականում, հա, թե որ արմավիրում եմ ապրում դրանից է, չգիտեմ, բայց կարծես թե իմ հետևորդն ավելի շատ արմավիրից են եւ Գյումրիից որտեղից էլ որ ինձ հետևում եք ինձ շատ հաճելի է, եթե շատ անգամ գյուղերի, մարզերի, չգիտեմ, անուններ չեմ տալիս, չեմ ուզում նեղանալ գրեք մեկնաբանությունների բաժնում որտեղից եք հետևում, որ ես էլ մի հատ իմանամ իմ հետևորդները որտեղից են։ Չգիտեմ, սա լավից չէ, մեր կփորձեմ տեսնեմ երեխեք։ Իմ սիրելի սուրճը ջանը, հա, Լարային ձողիկ եմ գնել, ձողիկ, այ, հա, վերցրու Լարա ջան, այ, իմ ամենասիրելի ամանի հեղուկը, արդեն գիտեք, ես չեմ ուզում իրենից հրաժարվել, հաց, վիչինա, այսպիսի պանիր, առավոտյան, որ շատ ժամանակ չնած, ես մի շատ շուտ եմ արթնանում եւ ինչքան էլ որ հոգնած եմ իրում եւ զբաղված եմ իրում պարապմունքներով, որովհետեւ օրը հագեցած է շատ եւ ես գրեթե ոչինչի համար ժամանակ չեմ ունենում, բայց միևնույն ժամանակ փորձում եմ ունենալ դրա համար պետք է օրս այսպես շատ ճիշտ դասավորեմ, որ հասցնեմ թե ճաշ եփել, թե տան մաքրությամբ զբաղվել, թե Լարայի խնամքով դասերակցությամբ զբաղվել, դա իրականում շատ ժամանակ է տանում, մանավանդ որ միայնակ մայրիկ ես լինում։ Ես մի պարտադիր Լարան հավքի տուտում է առավոտյան, շատ է սիրում, ինքն իր բերանով ասում ջու, որ տեսնում եք ջուն այնտեղ դրված է։ Շատ է սիրում, ձվածեղ եմ անում կամ խաշում եմ, ուզում եմ ասել Այս մի քանի բան առել եմ, որ եթե չհասցնեմ ընթացքում, գոնե փոքրիկ սենդվիչներ պատրաստեմ, որ Լարան ուտի եւ սա, վերջ։ Լարայի համար գնումները որ արել էի, դա այս յոգուրտներ եւ ձողիկը քաղցրից հնարավորինս շատ փորձում եմ հեռու պահել։ Իհարկե որ հորիակորես կոնֆետներ էր բերել Գերմանիայից, այդ կոնֆետներից մի քանիսը տվել եմ, բայց չեմ ուզում, ինքը հայտպիսի, չգիտեմ, այդ լավ չի։ Ինչքան էլ որ շատ է գրում եք Ռուբինա ջան, երեխա է պետք է ուտի, բայց չէ։ Դա հետագա տարիների ընթացքում մի տեղից դուրս է գալիս, հա, ինչ որ մի հիվանդությամբ։ Դրա համար ու մանավանդ այս տարիքը, որ շատ կարևոր է, հա, փորձում եմ զերծ պահել։ Դեմակը մեծան արդեն ինքը կորոշի ուտել թե չուտել, բայց ես ինձանից ինչ հասնում է, դա անում եմ այս տարիքում, քանի որ հիմա իմ կոպիտ ասած կոնտրոլի տակ է, հա։ Հետո արդեն որ մեծանա ինքը կորոշի, այսպես, սրանք ես տեղավորեմ սառնարանը, մի հատ սուրճ դնեմ, խմեմ, ասեմ տան գործերին եւ չգիտեմ, այսքանով կավարտեմ վլոգը թե չէ, բայց ինձ թվում է մինչեւ հաջողություն ասել եմ, կհանդիպենք։ Եկեք միասին սուրճը դատարկենք եւ խոսենք։ Սուրճը շատ ճիշտ է պահել ապակյա տարաների մեջ, պլաստիկի մեջ սուրճը կորցնում է իր համը, բույրը եւ ես շատ եմ լսել, որ նաեւ սուրճը ճիշտ է պահել սառնարանում։ Բայց սառնարան ես չեմ դնում։ Այսպես ուղղակի տարայի մեջ լցնում եմ ու դնում եմ դարակում։ Այնքան եմ սիրում այս սուրճի բույրը։ Տարբեր սուրճեր փորձել եմ, մեկը ինձ շատ է դուր գալիս, այս լեպոն։ Որ ասում են, ճաշակին ընկեր չկա, չէ, ամեն մարդ մի բան է հավանում։ Այսպես ու գնաց դարակը։
Լինսնայ։ Ինձնայ։ Լարա։ Լինսնայ։ Լարայի հետ ինչպես տեսա Կարմավի գարդեն են եկել։ Հիմնական պատճառը եկեղեցի գալն էր, ուղղակի անձև էր գալիս։ Լարային շատ ժամանակ այնտեղ եմ թողում, որ խաղա։ Հա, մեկ էլ մի հարց եք, այս Կարմավի գարդենը որտեղ է գտնվում։ Տեսնում եք սադը։ Եկեղեցու դիմացն է հենց սադի մեջ է գտնվում։ Այդպես կարող եք գալ երեխաներին թողնել խաղալու, շատ մաչելի է եւ աղջիկները շատ պարտաճանաչ են, շատ պատասխանատու են երեխաների հանդեպ, այնպես որ կարող եք վստահել, հա, այնտեղի աղջիկներին, ու նաեւ ինձ հետևում են YouTube-ով, այնպես որ կես ժամ կամ 1 ժամ կարող եք թողնել, որ երեխան խաղա, դուք էլ կարող եք զբաղվել ձեր գործերով։ Քնա Կարծեմ ես նույն վլոգի մեջ երկրորդ անգամն է, չէ՞ որ եկեղեցի եմ գալիս, չեմ հիշում։ Եթե նույն բաները կրկնվում են, կներեք էլ, ուղղակի իմ առօրյան է, ուրիշ ոչինչ չեմ կարող նկարել, այնինչ կատարվում է իմ առօրյայում, դա եմ նկարում, որովհետև մի քանի օրվա տարբերություններ են, էլի, այնպես չի մի օրվա մեջ է լինում։ Եկել տատիկի հետ գրումների են գնացել, ինչպես տեսակ Անահիտ, հիմա սուրճ եմ խմում, սա էլ մեր բակը, այսօր այնքան լավ եղանակ է։